Բարև ձեզ, սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ, ձեր հետ է Թամարա Մնացականյանը, Քերի Մուլտիկնիկի օգնականը։ Ես ձեզ կներկայացնեմ մեր հայրենիքի Հայաստանի մասին։ Հայաստանը առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, այն երկիրը, որը մարդը ծնվել եւ ապրում է, որի քաղաքացին է, դա հայրենիքն է։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից, սիրելիից, մտերիմներից եւ շրջապատից։ Հայրենիքը ամեն մեկիս մեջ է։ Եթե սիրում ես հայրենիքդ, ուրեմն սիրում ես նաեւ լեզուդ։ Հայրենիքը մեր օդն է, ջուրը, հացը։ Հայաստանը հարուստ է պատմական եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով, սարերով եւ ձորերով։ Ես հայ եմ ու իմ հայրենիքը Հայաստանն է։ Հայ եղել է, կա եւ կլինի։ Մենք հպարտ ենք, որ հայ ենք։ Ցտեսություն, միշտ օր հանդիպում։ Աթաբեկ Խնկոյան, ճպուրն ու մրջյունը, թրի վրի մի ճպուր, ողջ համարը շուր ու մուր, երկեց, ճռած, ճրճռած, մինել ըհը ձմերը, փռեց իրեն թևերը, բոցեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ։ Անցան պայծառ օրերը, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ։ Եկան օրեր ցկտաշունչ, ճպուրն ընկավ լուր ու մունջ, քաղցած փորին, էլ ինչ երկ, ցուրտը տարավ ոտ ու ձերք։ Զնգր, զնգր թողալով, ծանր, ծանր սողալով, նա մրջյունին ասում է, գլխիդ մոտող սանամեր, մի ճարարոր շունչ առնեմ, ցրտից, սովից չմեռնեմ, կերակրի, տաքացրու, մինչև գարուն ապրեցրու։ Ինչ խաբար է, սանիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը։ Այդպես բանի սանամեր, էլ ժամանակով ուներ, են խոտերում բուրավետ, երգում էի մերանց հետ։ Ուրեմն դու, այո ես, ողջ ամառը դեն ու դես, երգում էի մշտապես։ Երգում էի շատ բարի, այժմ էլ վռնի վերվերի, քամին ծապ տա դու բարի։ Խղճո ինձ։ Խնկո ապոր առակն այս, խորուրդ է մեծ, ծույի մարդկանց, որ ամեն մարդ գիտակցի, ով աշխատի նա գուտի։ Ծուռ թատրոնը ներկայացնում է Հիմարաստանի թագավորը։ ըստ Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեքիաթի։ Կար չկար, մի թագավորություն կար։ Այս թագավորության թագավորը շատ մեծամիտ ու խաղամոլ է լինում։ Ամեն օր նա իր նազիր վեզիրի հետ թղթախաղ է խաղում։ Ինքն էլ անարդար, որ հաղթի, սրանց ռոճիկները չտա։ Սրտի 6. Թագավորն ապրած կենա։ սրան կծածկենք սրտի տուզով։ Տուզ, տուզ։ Բախաչի տուզին ինչով կծածկեք տերիմ։ Խաչի տուզին էլ խաչի թագավորով։ Խաչի թագավորով։ Չի ծածկում։ Ոնց։ Էհա, տուզը արքայից բարձր է։ Ինչ, նազիր, Ես եմ։ վեզիր, Ես եմ։ մեր թագավորության տերն ու տիրակալը, ամենաբարձրը, ով է։ Դու տերդ պայծառափայլություն։ Դե ուրեմն խաչի արքան գլխատում է խաչի տուզին եւ խաղը հաղթում է ով։
Հիմարաստանի արքայից արքա Նազար 14-րդը։ Ապրեք, իմ հավատարիմ Նազիր վեզիր։ Ձեր կուտակված պարտքերը կներեմ։ Հա։ Բայց ինձ համար մի այնպիսի մրցույթ խաղ օրինեք, որ ես իմ թագավորության ժողովրդի գլխին մի այնպիսի խաղ խաղամ, որ բոլոր ուզեն հաղթեն ինձ, բայց չկարողանան։ Դե, մտածեք։ Այս Նազիր վեզիրը գլուխները այս պատին են խփում, այն պատին են խփում։ Համա մտքներին բան չի գալիս։ Հա, մտածեցիք։ Իհարկե։ Դե ասա։ Իհարկե ոչ։ Մտքներիս բան չկա, ողոր մաստեր։ Նազիր, դու ասա։ Որ իմանամ ինչ պիտի ասեմ, կասեմ, որ չգիտեմ ինչ ասեմ, տեր։ Ձեզնից Պողոս, Պետրոս դուրս չի գա։ Եկեք ես ասեմ, թե ինչ խաղ խաղանք այս ժողովրդի գլխին։ Ուրեմն, այսպես մի հրովարտակ կգրենք։ Գրի։ Ես Հիմարաստանի թագավոր Նազար 14-րդս 14-րդս իլուր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում եմ իմ ժողովրդին։ ժողովրդին Հիմարաստանի արքա Նազար 14-րդը իլուր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում է իր ժողովրդին, անկախ սոցիալական դիրքից, ով այդպիսի սուրտ ասի թագավորին, որ նա չհավատա եւ ասի սուրտ է, իր թագավորության կեսը կտա այդ մարդուն, ստորագրված է եւ կնքված է արքայի մատանիով։ Այս լուրը տարածվում է ամբողջ թագավորությունում։ Դե ով չեր ուզենա հաղթեր ու թագավորության կեսի տերը դառնար։ Եկան, հերթ կանգնեցին Հիմարաստանի բոլոր սուտասանները, որ հաղթեն այս անհաղթելի խաղում։ Առաջինը թագավորի մոտ եկավ թագավորության նախինների գլխավոր սուտասան Չոբանը։ Բարաջոհում, թագավոր Արթար։ Իմ պապը ինձ նման վաստակավոր Չոբան է եղել։ Ինձ նման անտաշ ու գրեհիկ։ Կամաց վայրենի։ Համա մի կոպալ ուներ, մեծ երկար, ինքան երկար, որ հասնում էր միջև լուսին։ Վայ քո արա, այս տեսակ սուտ երբևիցե չէի լսել։ Սուս մնա։ Շարունակիր, խղճով մարդ էր, լուսնին չէր կպնում, համա իր այդ երկար գավազանով աստղերն ու երկինքը խառնում էր իրար, ոնց որ տատը սպաս խառներ, հավատում ես։ Գիժան տեր, ով կհավատա այս անիմաստ պատմությանը։ Ես հավատում եմ։ Իմ պապն էլ մի հատ չիբուխ ուներ, երկար, այնքան երկար, որ գահին նստած, արեգակից վառում էր չիբուխը ու ծխում, հավատում ես։ Ոնց սպորտը տեղը դրեցիր։ Գնա քո էքյատները քո ոչխարներին պատմի։ Հովին ճանապարհում են վզակոթին տալով։ Հաջորդը ներս է մտնում թագավորության հայտնի որսորդ Սուտլիկ Որսկանը։ Թագավորն ապրած կենա, ուրեմն հորս կնունքով, մորս ծնունդով վեր կացանք մի օր, 5 ու 6 հոգով, թրով թվանքով որսի գնացինք։ Այդ պատմությունը լավ գիտեմ։ Որտեղից գիտեք արքա։ Թումանյանն էր պատմե, գիտեմ, բադ էիք որսացե։ Բադ, տո բադ մի ասի, մի գոմ է շասա։ Գիտեմ, ոչ ոք չկարողացավ շալակել, դու շալակեցիր, գնացիք։ Հաբա պղինձը, Անտակ, բա պրինձը, մի հատիկ, հավատում եմ նաև, որ վրա տվիք, կերակ, ոչ աչքներդ բան տեսա, ոչ բերաններդ բան մտավ, հավատում եմ։ Սուտլիկ Որսկանին էլ ծաղրելով ճանապարհեցին։ Ու հաջորդը ներս մտավ Հիմարաստանի նորաձևության վարպետ Դերցակ Թելիկյանը։
Ներողություն արքա, ես վաղ պիտի գայի ուշացա։ Երեք շոտ օնձրև եկով, կոյծոկները տրոքեցին, երկինքը պատրվեց, գնացել էի կարկատելու։ Հավատում եմ, բայց լավ չէր կարկատե։ Այս առավոտ էլի մի քիչ անձրև եկավ։ Կատ, 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 կատ։ Գնա կարկատանը շարունակի, դեր ցակ Թելիկյան։ Այս սուտասան դերցակիներն են ճանապարհում ու հաջորդը թագավորական պալատ են մտնում հիմարների թագավորության ամենաբամբասող Սուտը ճշմարտություն դարձնող լեզվանիկ տիկին Փառանձեմը ու տունքանդող ծաղիկը։ Հազար բարի, թագավորների թագավոր, արքայից արքա, արդարադատ, մեծ ընտեր Նազար։ Աղջի, բամեր գովելի, հսկա ջարդող, վագրին հեծող, թագավորին այդպես կգովեն։ Տատիկներ ջան, թագավորը ձեզ լսում է, ձեր ասելիքն ասեք։ Հա, ասեմ տեր, Բաղդադի քարավանը անցած տարի մեր թագավորության կողքով անցավ, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես ու Փառանձեմը գնացինք դրանց մոտ։ Աչքի ուլունք առնելու համար։ Հա, այդ վաճառականներից մեկը աչքի ուլունքի հետ միասին մի հատիկ դդմի սերմ տվեց։ Դե ես էլ ղափամա լավ եմ պատրաստում։ Ասինք ցանենք, մեծանա, հափամա եփենք։ Կարճ կապեք պարավներ։ Մի օր գնացինք դաշտ, որ տեսնենք դդումը հասել է։ Աշնան կողմերներ, մեկ էլ տեսնենք ինչ։ Ինչ։ Դդումը ինքան էր մեծացել, որ Արարատ սարը չէր երևում։ Բարձրությունը մի 5 մարդաբոյ կլիներ։ Հա։ Ես էլ այս վերջերս թագավորության տարածքով պտտվում էի, դարբնոցի մոտ շքախումբը կանգնեցրի, կառքից իջա, մեկ էլ տեսնեմ ինչ։ Ինչ։ 20 դարբին, ներսից, դրսից, մուրճերով, փուքսերով, մի մեծ պղանձե աման էին սարքում։ Լայնքն ու բարձրությունը մի 8 մարդաբոյ կլիներ։ Վայ, արքա, բա այդքան մեծ պղինձ կլինի որ։ Հա, այդ պղանձի մեջ պետք է ձեր ղափաման սարքենք։ Գնացեք, հավատում ենք, ղափաման որ պատրաստ լինի, մեզ չմոռանաք հրավիրեք։ Այս պարավներն էլ քորու, փոշման հեռանում են։ Շնչակտուր պալատ է մտնում մի աղքատ գյուղացի։ Էս ովա։ Հազար բարի ձերդ մեծություն։ Ջադա ով ես։ Ես Բատրակ Թորոսի թոր Սարգիսն եմ։ Հիշում ես, չէ, թագավորն ապրած կենա։ Դու ինձ մի կոտ ոսկե սպարք, եկել եմ տանեմ։ Իա, սուտ ես խոսում ապիկար, ես քեզ ոչ մի ոսկել պարկ չեմ։ Թե որ սուտ եմ խոսում, ուրեմն ես խաղ մրցույթը հաղթեցի։ Թագավորությանդ կեսը պիտի տաս ինձ, այդպես չի։ Ահա։ Հա, ճիշտ ես ասում, մոռացել էի։ Դե որ ճիշտ եմ ասում, ուրեմն մի կոտ ոսկից տվեք, գնամ, արդարադատ թագավոր։ Նազիր, վեզիր, Լսում ենք արքա։ հրամայում եմ, մի կոտ ոսկի բերեք, տվեք Բատրակ Թորոսի թոռանը։ Լսում ենք տեր։ Վեզիր, ամենափոքր կոտ ամանով կբերես ոսկին։ Այ քեզ սուտասան, ուրեմն ես լինեմ Հիմարաստանի ամենախորամանկ թագավորը ու այս Բատրակի թոռը գա ինձ հաղթի, էստեղ են ասում, գողը գողից գողացավ, տերը տեսավ, զարմացավ, բա Հեքիաթն ավարտվեց, Բատրակն էլ հաղթեց։ Իսկ երկնքից 3 խնձոր ընկավ։ Մեկը պատմողներին, Այս անգամ 2 պատմողներին։ լավ։ Այս մեկն է լսողներին, ձեզ փոքրիկ հեռուստադիտողներ։